Ողջույն սիրելի հետևորդներ, եկել եմ անդրադառնալու այն Ղարաբաղցի կնոջը, որ այսօր մեծարգո վարչապետ պարոն Փաշինյանին ասեց հետևյալ բառերը. Եկել եմ իմանամ Ղարաբաղը հանձնելուց հետո, կարդի ես հանձնելու, որ իմանամ այնտեղ եմ ապրելու։ Պարոն վարչապետը շատ մեղմ գտնվեց քո հետ։ Ես ասա քեզ կպատասխանեմ, ուր ես ապրելու։ Դուք մինչև այսօր հայերեն լեզուն չգիտեք։ Քնելուն ասում եք քնում եմ, արտանալուն ասում եք արտանում եմ, քնում չեմին ասում եք քնում չեմ, արտանում չեմին ասում եք արտանում չեմ։ Հայերեն լեզուն դուք չգիտեք։ Գնացեք Չայացու Ռոբիկից, Չատլախ Ռոբիկից պահանջեք ձեր Ղարաբաղը։ 1. Երկրորդ. Երեք ձեր Քոչարյանի կայքերը երկար գրել էին, թե բան Նատալի Ալեքսանյանը ատելության խոսք է տարածում ղարաբաղցիների հանդեպ։ Նատալի Ալեքսանյանը դեռ ղարաբաղցիներին չի անդրադարձել։ Այն նոր է սկսվելու ղարաբաղցիների հանդեպ ոչ թե ատելության խոսք, այլ տրած հանելու նոր հարվեստը։ Հասկացանք իրար։ Ու առհասարակ, հետ այսու, հրե դուք փորձ արեք, կանգնեք մեծարգո վարչապետ Փաշինյանի դիմաց ու նման պահվածք դրսևորեք ձեր Ղարաբաղսկի լեզվով։ Դուք տեսեք ես ձեզ ինչ եմ անելու, սա ձեզ հստակ զգուշացում։ Ու առհասարակ, հետ այսու ես ձեզ կասեմ, դուք Հայաստանի Հանրապետությունում քնում եք, թե այլևս քնում չեք, ձեր մայրենի Ղարաբաղսկի լեզվով։ Հասկացանք իրար։ Ձեր Չատլախ Ռոբիկից պահանջեք ձեր Ղարաբաղը, եթե իրականում Ղարաբաղը ձերն էր։ Այսքանը։